Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 5-ի համար։ Այսպես եմ արել, որ կարողանամ նորից էլի նույն հունի մեջ մտնել, այսինքն էլի մեկ օր անել մյուս օրվա համար։ Թե չէ մեկ օրվա ընթացքում երկու տեսանյութ պետք է անեմ, դա մի փոքր դժվար է։ Այսօր ինչ-որ մեկ այլ տեսանյութ կանեմ, որը կնայեք։ Դե տեսնենք, թե ինչ է սպասվելու մեզ բոլորիս։ Գիտեք, որ լուսնայինները բոլորը բաց են, ովքեր որ չգիտեն ասեմ։ Բոլոր տեսանյութերը լուսնայինի բաց են, որ օրվա համար ցանկանում եք կարող մտնել ալիք, մտնել playlist-եր, այնտեղ կա գրված, կախված է թե դուք ինչպես եք այն կարդում, ինչ լեզվով, եւ այնտեղ կարող գտնել ձեր համար համապատասխան ամսվա օրը եւ նայել այդ օրվա լուսնայինը։ Նաեւ յուրաքանչյուր օրվա լուսնային էլի եւս ինքը կա։ Եթե օրինակ վաղվա լուսնայինն եք ուզում, կարող եք փնտրել։ Կան որ նկարները չկան, ուղղակի ես ասել էի, որ նկարները դեռևս ոնց որ դե չեմ գցում, ժամանակատար է դա, բայց բաց են, գրված են վերնագրերը, որ օրվա համար է, կարող եք հանգիստ նայել։ Դա ձեր հարմարավետության համար է արված, դա ձեզ նվեր է, որ դուք կարողանաք յուրաքանչյուր օրը ճիշտ տեսավորեք, թեկուզ եթե ուզում եք, ինչ-որ հարսանիք ունեք կամ մեկ այլ հարողություն, որպեսզի կարողանաք ճիշտ տեսավորել ձեր օրը։ Ահա, եւ տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Գնանք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 5-ին։ Այստեղ ոմանք հարսանիքի են պատրաստվում, նշանադրության, ինչ-որ արարողություն է, նաև դա կարող է լինել ամուսնության առաջարկ ոմանց համար, պայմանագիր, որը կկնքեք, կամ ամբողջ մեկ օր կանեք նույն գործը, որը որ անում եք, մշտական, այդպես օրվա ընթացքում միշտ նույն բանը կանեք։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, ալի շատ աղջիկ է սա, երիտասարդ։ Ուրախ կլինեք իրեն հանդիպելու համար, իր հետ խոսելու համար, պես որ լավ մարդ է, իրեն տեսնելուց կուրախանաք։ Եվ այստեղ նաև խորամանկություն կա, խաբեություն, միգուցե ձեզ են ուզում խաբել, միգուցե դուք եք ավելի խորամանկ եւ հարցերը կարողանում եք լուծել այդ օրվա, տեսնենք ով է ինչ է։ Ինչ որ կին է, մեծ կին է, տարիքով կին է, ով որ կարող խորամանկություն անի ձեր նկատմամբ, կամ դուք կամ այստեղ մի փոքր ոնց որ փափուկ բարձ դնի ձեր գլխի տակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 5-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու այսօր։ Միգուցե շատ կարևոր է, միգուցե թեթև այդպես ինչ հագնել, ինչ բիժու կրել եւ այլն։ Նաեւ սա ամեն մեկը գնում է իր ճանապարհով, լինի դա ընկերներ, լինի դա հարաբերություններ, այստեղ եթե չեք ուզում իր հետ առանձնանալ, պետք է շատ ուշադիր լինեք։ Նաեւ սա երկու ինչ-որ մի բան է, կամ երկու գործ եք անում այդ օրը, նույն ժամանակահատվածում պետք է հասցնեք երկուսն էլ անել, այդպես ինչ-որ բաներ են, որ երկու հատ են։ Բավականին առույգ կլինեք, բավականին ակտիվ կլինեք, ինչ-որ գործեր անելու համար, նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, կարող եք ինչ-որ բաներ պատվիրել բերեն ձեր տուն։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Նաև այդ օր կարող եք դրսում, ինչ-որ մեկը փորձի ձեզ հետ ծանոթանալ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Տան անդամ է, ձեր աղջիկն է, ձեր քույրն է, պես իր հետ կանցկացնեք, իր հետ խոսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 5-ին։ Երեխաներին կարող եք հանդիպել, թոռներին կարող եք հանդիպել, գան ձեր տուն,
Նաև կարող լսել իրենց մասին ոչ մի բան, երեխաներով զբաղվել կամ տանեք երեխաներին ինչ-որ միտեղ հանգստանալու կամ խաղալու։ Նաև հղիությունը սա ծննդաբերությունը երկուսն էլ այստեղ նույն քարտն են ասում, ինչ-որ մարդիկ հստակ այդ օրը կծննդաբերեն։ Նաև կարող եք հղիանալ։ Այստեղ տեղափոխությունը նաև կարող երեխաներն են գալիս ձեր տուն, դուք եք գնում երեխաների տուն, այդ օրը կարող մնալ այնտեղ կամ օգնում եք մեկը մյուսին տեղափոխվելու հարցում։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք, փոփոխությունը դա կարող է լինել գլոբալ մեծ փոփոխություն, ընդհանրապես փոփոխությունները, այս քարտը ինքը որպես փոփոխություն, լավ փոփոխություն է ասում, դեպի լավը։ Ոմանք այդ օրը ուսմամբ կզբաղվեն, ոմանք այդտեղ երեխաների ուսմամբ կամ այնտեղ գրանցմամբ, ինչ որ դպրոց, ինստիտուտ եւ այլն մանկապարտեզ, դրանով եք զբաղվում, նաեւ քննություններ կարող եք հանձնել կամ քննության պատասխաններին եք սպասում։ Խոսքով ինչ որ մի բան է, որ բացահայտվում է այդ օրը, նաեւ ինչ որ մի գաղտնիք է, որը եւս կբացահայտվի։ Այստեղ կարող եք իմանալ, որ թորեք ունենալ օրինակ, որ ձեր երեխան ուզում է ամուսնանալ, ինչ որ մի բան է, նաեւ կապված է երեխաների եւ փոփոխության հետ, որը ձեր կյանք փոփոխություն կմտցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 5-ին։ Այսօր ինչ որ կայունություն է մտնելու ձեր կյանք, այն ոլորտը, որը այդքան էլ լավ չէր ձեզ մոտ, փոքր հա, ինչ որ պահերկային կաղումեր եւ այլն, ապա այդ ոլորտը այդպես կկայունանա։ Նաեւ ոմանք կարող են մտնել մի անկյուն եւ պարապեն, քննությունը պարապեն կամ ուսման հետ կապված ինչ որ մի հարց է, որ պետք է սովորեք, որ մի անկյուն եք մտնում կամ փաստաթղթերի հետ պետք է աշխատեք եւ ասելի ինչ որ մտնում եք միտեղ եւ սկսում եք աշխատել։ Նաեւ դա ինչ որ մարդիկ կարող գալ մնալ, դեռ այդ օրը ձեր տանը կամ դուք գնաք հյուր երկար մնաք, իրիկունը նոր գաք տուն, այդպես նաեւ կարող լինել։ Եվ գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ոմանք ինչպես ասացի ուսմամբ կզբաղվեն, կսովորեն կամ կարող խոսել նաեւ այդ թեմայի շուրջ։ Եվ նոր կյանքի իմաստ կգտնեք, նոր կյանք, ձեր կյանքը իմաստ կստանա, օրինակ միգուցե ինչ-որ մի բան բացահայտվելուց հետո է, միգուցե որոշում եք քննությունը լավ եք հանձնել, պատասխաններն են գալիս կամ ինչ-որ մի բան է կամ որոշում եք այստեղ սովորել եւ դա եւս մարդուն կյանքին նոր իմաստ է տալիս։ Ավելի իմաստուն կլինեք այդ օրը, ավելի մեծական լավ շրջապատում կլինեք, ձեր հարազատների շրջապատում, ընկերների շրջապատում, այն շրջապատը, որը շատ եք հավանում, սիրում, իրենց մեջ կլինեք։ Եվ կարող եք նկատել, որ մեծացել եք արդեն հասունացել եք, տեսակ ուրիշ եք մտածում։ Այդ հարցի շուրջ ուրիշ ձև կընկալեիք, ուրիշ ձև կարձագանք էիք առաջ ու հիմա ամբողջությամբ ուրիշ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին հուլիսի 5-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, նաև դա կարող է լինել փաստաթղթերի հետ կապված գործեր, հավաքում եք, որ հաջորդ օրը տանեք ինչ-որ կենտրոն։ Նաև նա ինչ-որ ծրար է, որ պատրաստում եք միգուցե նվեր տալու համար, կամ դուք եք ստանում ծրար, հրավիրատոմս, ցուցակ կարող եք կազմել եւ գնալ խանութ։ Բակային առույգ կլինեք այդ օրը, այս այն կողմ կգնաք անընդհատ, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, նաև կարող է դրսում փորձեն ծանոթանալ ձեզ հետ կամ դուք փորձեք ծանոթանալ դրսում ինչ-որ մեկի հետ։ Եվ դե առույգը, մարդը այսպես ամեն ինչ արագ փորձում է անել հասցնել։ Եվ այդ օրը նաև երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր կան։ Դրանցով պետք է զբաղվեք, իրենց պետք է օգնեք։ Միգուցե հղիություն է, ծննդաբերություն է, նոր ինչ-որ մի կյանքի սկիզբ է, նոր բանի սկիզբ է։
Սա ոմանց համար նոր բիզնես, ոմանց համար նոր կյանք, նոր հարաբերություններ, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 5-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ծնողների հետ այդ օրը շատ կշփվեք, անհանգստանում եք նաև ծնողների համար, անհանգստանում եք ընտանիքի անդամների համար, միգուցե ընկերոջ համար նաև ինչ-որ մի բան է, որ անհանգստացնում է ձեզ, բորբոքված եք նաև։ Ուշադրություն դարձրեք այստեղ ձեր առողջությանը, որովհետև կարող եք վնասել այդ պիսով, այ բորբոքված լինելով կարող եք վնասել ձեր առողջությանը։ Նաև այդ օրը ոմանք գնան գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, այ եթե գնալու եք գեղեցկության սրահ, առաջին անգամ եք այցելելու այնտեղ, մի քիչ խորհուրդ կտամ այստեղ դե երկար մտածել։ Միգուցե դա է բորբոքման պատճառը, այսինքն կամ շատ են կարճ կտրել, կամ այնպես են կտրել, որ բացարձակապես ձեր ուզած ձևը չի։ Նոմար շատ ուշադիր եղեք այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 5-ին։ Տան հետ կապված գործերով կզբաղվեք, միգուցե առիթ է։ Այստեղ առիթ է, ինչ-որ մեկի տանը պետք է գնաք, միգուցե տղամարդու առիթ է, տղայի առիթ է, տանում են բանակ կամ բանակից է հետ եկել։ Տան գործերով նաև կզբաղվեք։ Միգուցե վերանորոգում է, միգուցե ուբորկա է, ինչ-որ նման կամ տեղափոխություն է մեկ րոպե շենքի մաքրումներ, իսկ թվաց մեր տան դուռնը։ Նաև դե այդ օրը առիթ ունեք կամ ինչ-որ բան է բնակարանամուտ եք նշում, ընտանիքով եք հավաքվում, ոչ առիթ եք նշում, դուք ձեզանով, ձեր ընտանիքով։ Եվ այդ օրը նաև կարող է այստեղ ծանոթություն լինի հասարակական վայրում, ովքեր որ երիտասարդ են, ովքեր որ միայնակ են ավելի շատ աղջիկները կամ տղաները, մի խոսքով այստեղ հակառակ սեռի ներկայացուցիչ ծանոթանաք։ Եվ տեսնենք ով է այստեղ անում այդ, որ կարող եք հանդիպել, շփվել։ Ձեր շրջապատի մարդ է, միգուցե նաև պետական աշխատող է, լուրջ մարդ է, հասուն, իմաստուն, այնպես որ հիանալի մարդ է, ում հետ կարող եք նոր եք ծանոթանում կամ նման վայցե մեկի հետ եք հանդիպում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 5-ին։ Այդ օրը կգտնվեք ձեր հարազատների շրջապատում, լավ մարդկանց շրջապատում, ձեր ծանոթների շրջապատում, այդպես։ Նաև սա նոր կյանքի իմաստ է, դա կարող ինչ-որ մեկ եք ծանոթանում, դա է ձեր կյանքի նոր իմաստ տալիս։ Նաև ինչ-որ իմաստուն կլինեք, ավելի հասուն կմտածեք, ուրիշ ձև կընկալեք ինչ-որ մի բանը։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Մի քիչ խաբեբա է, մի քիչ խորամանկ է, այստեղ գումարային հարցեր կան, մի քիչ ուշադիր եղեք։ Միգուցե գումարը վերցնում պարտքով, միգուցե պարտք է, խոսում եք, հետո հանդիպում եք այդպես խորամանկություն է անում, փափուկ բարձր դնում ձեր գլխի տակ, հա, իբր դե կտամ կամ չգիտեմ, նման ոչե բաներ։ Եվ այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք նաև գումար կծախսեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։
Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 5-ին։ Շատ աշխատանք այդ օրը, կիրակի է, բայց կարող եք աշխատել, շատ աշխատանք ունենաք, սա նաև կարող եք զբաղվել ուսման հարցերով, կարող եք զբաղվել հիվանդանոցային հարցերով, նաև սա կարիերայի բարձրացում է, կարող արդեն հաջորդ օրվանից ավելի այնպես պետական հիմնարկությունում եք աշխատում կամ ինչ-որ տեղ, որտեղ որ ավելի բարձր պաշտոն կարող եք ունենալ։ Նաև սա ինչ-որ բան է, որ քիչ-քիչ բարձրացել է եւ հիմա զգում եք տարբերությունը, որ ինչ դիրքում եք ձեր ապրելակերպը, միգուցե դա կարող է լինել աշխատանքը, միգուցե այդ օրը նաև ձեզ կանչում են աշխատանքի, որովհետև դե ոնց որ որպես բարձր դիրք ունեցող մարդ, ձեր կարծիքն է ինչ որ ձեով հարկավոր է, որտեվ կարող է ոչ աշխատանքային օրը, բայց ձեզ կանչում են, եւ դուք ձեզ ոնց որ արժանի եք, ոնց ասեմ, բարձր եք ընկալում կամ չգիտեմ ինչ որ նման մի բառ կա։ Այդ որ հաջողություն ունեք, ուրախ պահեր, ինչ որ մի բան է այդտեղ, կամ կանչում են, որ ասեն, որ վաղվանից ուրիշ բան պետք է աշխատես, կախված է այստեղ աշխատանքից, թե ով ինչ է աշխատում։ Ամենայն դեպս մնացած մարդիկ ունեն հաջողություն այդ օրը, ինչ անեք հաջողությամբ կավարտվի եւ բարձր տրամադրություն կունենաք, էներգիա ավելի կլինեք ձեր մնացած գործերն անելու համար։ Եթե հիվանդանոց է, ապա այստեղ եւս, միգուցե ծննդաբերություն է, միգուցե մեկ այլ բան է, այստեղ եւս, հաջողություն է սպասվում տվյալ անձնավորությանը, միգուցե հանգստանում եք։ Դե ուսման հետ կապված արդեն կարող է տեղափոխվել երկուշաբթի, որ ինչ-որ մի բանի պատասխաններ իմանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 5-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, տեսնենք ով է։ Միգուցե ձեզ ամուսնության առաջարկ է անում, միգուցե ձեր ամուսինն է, միգուցե ձեզ ինչ-որ բան է պատվիրում, ինչ-որ շատ, նույն բանից շատ, այդպես կարող է։ Նաև խոսում եք ամուսնության մասին, գուցե ձեր տղան է գալիս է պատմում է, որ ուզում է ամուսնանալ։ Ինչ-որ մեկնում հետ կարող պայմանագիր կնքել։ Դա եթե պետականորեն է, ինձ թվում է այդ օրը չարժի, որովհետև նոտար չկա այդ օրը։ Բայց է ոլորտ է կայունանալու, ոչ է ոլորտը նորմալանալու, ձեր կարգավորվելու է ձեր կյանքում այդ ոլորտը, որ անհանգստացնում է ձեզ։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ է կնոջ հետ, տեսնենք ով է։ Ծանր կյանքով ապրող կին է, դժվար ապրող կին է, դժվար պայմաններում ապրող կին է։ Միգուցե նաև ձեր կյանքի դժվարություններ բերում, միգուցե ձեր տնօրենն է եւ այդ օրը ձեր ուսերին ավելի շատ բեռ է դնում, ավելի շատ պարտականություններ է դնում։ Կամ պետք է օգնեք այդ կնոջը թեթևացնելու իր բեռը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 5-ին։ Ոմանք գումար կստանան այդ օրը, ոմանք գումար կծախսեն, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, բավականին էմոցիոնալ կլինեք, գուցե գումարը մեծ են տալիս։ Նաև այստեղ հանդիպում շփում ձեր մայրիկի հետ, կամ կարող մայրիկին հիշել, նաև ոմանց համար սա ռոմանտիկ պահեր են, ռոմանտիկ ընթրիք, ռոմանտիկ ժամադրություն։ Եվ ինչ-որ բաները, որը ձեզ մոտ գաղտնի է, ինչ-որ մի բան անհայտ է, ձեզ մոտ ոնց որ փորփրում եք, ուզում եք գտնել։ Նայեք այստեղ եւ աստղերը կան եւ լուսինը։ Միգուցե այդ օրը հետաքրքրություն առաջանա մենակ նայել երկնքի, ինչ-որ հետաքրքիր բան տեսնել այնտեղ վերևում։ Նաեւ միգուցե պետք է գնաք հանգստանալու եւ էմոցիոնալ եք, հավաքվում եք, որպեսզի գնաք հանգստանալու։ Նաեւ ոմանք, եթե ունեք օտար երկրում բարեկամներ իրենցից նորություններ կլսեք, միգուցե գալիս են, միգուցե դուք եք գնում իրենց մոտ, ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան,
Նաև ոնց որ պատրաստվում եք, որ երկուշաբթի օրինակ գործերը տակ դեսպանատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 5-ին։ Այդ օրը գուցե առիթ եք, ինչ-որ միտեղ, կամ ձեր տանն է առիթ, կամ պետք է գնաք։ Սա նաև հասարակական կյանքն է, հասարակական գործունեությունն է։ Նաև կարող եք այցելել նման վայրեր, որտեղ շատ մարդիկ կան, այգի, կենդանաբանական այգի, չնայած ոնց որ թե արժեքները բավականին թանկացրել են 2000 դրամ ոնց որ սարքել։ Չեմ էլ հիշում առաջ ինչքան էր 150 դրամ էր, թե ինչ էր, հետո 500 էր։ Նաև այդ օրը գումար կստանաք կամ գումար կծախսեք, ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, իրենց առողջությամբ, ոմանք կայցելեն իրենց ծնողներին, կհանդիպեն ծնողների հետ, ընտանիքի անդամների հետ կլինեն ավելի շատ։ Հա, եթե առանձին եք արդեն ամուսնացել եք, կգնաք իրենց տուն, գուցե իրենց աջակցությունն է պետք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։